Ընդամենը 14 րոպե այսքան տևեցին հեծի պետականացմանն ընդառաջ կազմակերպված հանրային լսումները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին մի քանի րոպեն բավարար էր, որ հիմնավորված համարեր, թե ինչու է անհրաժեշտ ռազմավարական օբյեկտ համարվող Բաշխից ցանցերը ճանաչել հանրային գերակա շահ։ Մենք տարբեր ենթակառուցվածքների հետ կապված նախկինում այսպիսի որոշումներ կայացած են եղել եւ սրանք կայացնում ենք այն դեպքերում, երբ որ հանրության շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահի նկատմամբ, ինչպես այս դեպքում է էլեկտրաէներգիայի բաշխումը, քանի որ կենսական հանրային ծառայություն է, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը, անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, սոցիալական եւ ռազմավարական օբյեկտների բնականon գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Ռազմավարական այս ենթակառուցվածքի գործունեության խափանումը կարող է առաջացնել սոցիալական, տնտեսական ու անվտանգային հետևանքներ, ներկայացրեց նախարարը։ Խուդատյանը սակայն չհստակեցրեց նախկինում արդյոք արձանագրվել են նման խափանումներ եւ կան կոնկրետ սպառնալիքներ, թե որոշումը հենված է զուտ ենթադրյալ ռիսկերի վրա։ Մի քանի րոպե պետականացման հիմնավորումները ներկայացնելուց հետո պաշտոնյան ամփոփեց։ Մենք առաջարկում ենք շարունակել Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը։ Փոքրիկ այս դահլիճում լսումներին մասնակցեցին հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամն ու էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ըստ նախարարության հաղորդագրության նաև քաղաքացիներ։ Ներկաներից ոչ մեկը 14 րոպե տևած լսումների ընթացքում այդպես էլ որևէ հարց նախարարին չուղղեց։ Նիստին ներկա չէին հեծի սեփականատերերը։ Ես կուզեի, որ այսօր սեփականատերերը նաև ներկա լինեին, գուցե իրանք էլ հարցեր ունենային, բայց առնվազն զարմանալի է ու տարակուսելի իրանց վերաբերմունքը այս process-ի նկատմամբ, այս փուլում, որովհետև նախորդ փուլերում ինչ-որ ակտիվ մասնակցություն իրանց կողմից տեսել ենք եւ ճիշտն ասած զարմացա, որ հիմա իրանցից ներկայացուցիչներ կարծես թե առնվազն իսկ ցանոթ ներկայացուցիչներ դահլիճում չկան։ Հեծը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցած տարվա հունիսին։ Դրանից ժամեր առաջ Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել էր հայ առաքելական եկեղեցին իշխանությունների մեջբերեմ հարձակումներից պաշտպանելու մասին, ինչը իրավապահները որակեցին որպես իշխանությունը զավթելու կոչ։ Այժմ Կարապետյանի գործը դատարանում է հեծը պետականացման շեմին։ Թե ինչու այսօրվա լսումներին ներկա չէին ընկերության սեփականատերերը, հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը պնդեց տեղյակ չէ։ Մենք պայասել ենք, որ պայքարելու ենք, այդպեսի խնդիր չկա, ուղղակի կարող է մարտավարական բան ինչ-որ լինի, անկեղծ տեղայք։ Ազատությունը 2 ամիս առաջ գրել էր, որ Հայաստանի կառավարությունը դեռ վաճառքի փուլում էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին Սամվել Կարապետյանի ընտանիքին առաջարկել էր 23.5 միլիարդ դրամ, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին 10 տարիներին ստացած շահաբաժինները շուրջ 23 միլիարդ դրամ։ Այսօրվա լսումներին մասնակցած ֆինանսների փոխնախարարը հաստատեց տեղեկությունը, բայց այդպես էլ չբացատրեց, թե ինչու պետք է սեփականատերը շահաբաժինը վերադարձներ։ 23 միլիարդ 298 միլիոն 833 հազար 618 դրամով պայմանով, որ ընկերության ներկայիս բաժնետերերը ընկերությանը կվերադարձնեն 2016-ից 26 թվականների ընթացքում բաժնետերերին փաստացի վճարած շահութաբաժինների հանրագումարը, որը կազմում է 23 միլիարդ 158 միլիոն 169 հազար 31 դրամ։ Ստացվում է, որ պետությունն ըստ էության հեծի համար առաջարկել էր մոտ 145 միլիոն դրամ։ Արդյոք այս նույն գումարն է որպես փոխհատուցում վճարվելու սեփականատերերին։ Լսումների ներկա պաշտոնյաները այդպես էլ չասացին, բայց Դավիթ Ղազինյանը այդ գումարը ծիծաղելի որակեց եւ պնդեց սեփականատերերը շարունակելու են պայքարը հեծի համար։ Նրա գնահատմամբ պետությունը Կարապետյանից խլել է Բաշխից ցանցերը։